քննարկում եղել է սոցիալական թեմայի վերաբերյալ, որից հետո մեր դիտարկումները խորհրդում կքննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների։ Իսկ սոցիալական թեմայի հետ կապված ինչ ասացին, վերանայվելու կառավարության որոշումը Սոցիալական բաղադրիչի մասով, բնակարանային ծրագրի մասով հիմնական դիրքորոշումը, որ պատրաստեն մասնագիտական մեր կողմից ձևավորվեն մասնագիտական խմբեր եւ պատրաստական են քննարկումներ, այսինքն այս պայեդրությամբ կոնկրետ սոցիալական ծրագրի մասով 40+10 ծրագրի մասով հստակ դիրքորոշում ունեն, որ վերադարձ չի լինելու, բայց բնակարանային ծրագրի նաև սոցիալական ծրագրի մասով, ասում են, փորձագիտական խմբեր ձևավորենք եւ սկսենք աշխատել։ Իսկ մնացած կետերի մասով, ասում են, այս ձևաչափով իրավասություն չունեք քննարկելու, այդ պահանջագրի մնացած կետերի մասով կառավարությունը պատասխանելու է գրավոր։ Այսինքն որոշումը իրենց չի վերանայվելու, այդ դեպքում ինչպես է լուծվում։ Կոնկրետ 40+10 ծրագրի մասով վերանայում չի լինելու, այսինքն կառավարությունը ունի հստակ դիրքորոշում, որ այդ ծրագրի մասով հետնահաս չի լինելու։ Այդ դեպքում ինչպես է ասած գործողություններ ինչ մասին է խոսքը, ասած գործողությունները շարունակենք, ինչ դեպքում Գործողությունները շարունակելու մասով բողոքի ակցիաները կշարունակվեն, մենք սպասում ենք կառավարության պատասխանին, փաստացի այսօր սոցիալական ծրագրերի մասով որոշակի պատասխան ունեցանք։ Մնացած կետերի մասով ասել են, որ կառավարությունը մի քանի օրվա մեջ գրավոր կպատասխանի։ Մեր անելիքների մասին եւ խորհրդի հետ եւ հանրության հետ քննարկելով միասին կորոշենք մեր հետագա անելիքները։ Հիմա այդ պատասխանը սոցիալական մասում մեր համարում եք, թե ոչ երբ ասում որ վերադարձ չի լինելու, թե համարում եք Իմ անձնական կարծիքս սա մերժում համարում եք, բայց իրանք պատրաստակամություն հայտնեցին, որ ձևավորեք մասնագիտական խմբեր, մեր մասնագիտական խմբերի հետ առաջարկեք, եթե կոնկրետ փաստերով որևէ տեղ հասկանանք, որ մենք թերացել ենք, մենք կվերանայենք ծրագիրը։ Թերանալ չի, բայց որ արցախցիները բնակարանային խնդիր ունեն եւ մարդիկ վարձով են ապրում։ Էլ թերանալը ո՞րն է։ Դա դարեց ժողովուրդը սպասում եք ներկայացնել ժողովրդի մի քիչ կներկայացնեն ընդհանուր նույն բաները ներկայացնում ենք ժողովրդի հանրության Ասեք, մի րոպե, մի Քանի որ ներկայացրել ենք 12 կետանոց պահանջ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեզ ներկայացրեց, որ այսօր միայն սոցիալական ուղղվածությանը վերաբերվող կետով կարող է մեզ հետ քննարկում կատարել եւ հստակ էր պատասխանը 40+10-ին հետդարձ ճանապարհ չկա, մշակվել է հավելյալ ինչ-որ ծրագիր, օրինակով բերեմ, որպեսզի հասկանալի լինի, եթե ընտանիքում օրինակ կա 4 անդամ եւ ընտանիքի անդամների եկամուտը մեկ շնչի հաշվով 55,000-ից ցածր է, ապա այդ ընտանիքը ստանում է ընդամենը 70,000 աջակցություն, որը բնականաբար չի լուծում որևէ խնդիր, որի մասին մենք եւս նշել ենք, ու կարծում եմ, որ արդեն պետք է խորհուրդը լայն քննարկում ձևավորի եւ որոշենք մեր հետագա անելիքները, որովհետեւ մեր պահանջը այն էր, որ 40+10-ը այլ ընտրանք չունի։ Նաեւ կավայականությունն է։ Նաեւ Սա պիտի վերջ տան։ Պիտի վերջ տան, խորհուրդը կքննարկի կհավաքվի այս հարցի շուրջ նորից Ներողություն, լայն քննարկում ասելով ինչ է։ Քանի որ արցախցիներին շատերին հուզում է նաև այս հարցը, առիթ է բացվել, նաև հարցրել եմ, ինչու է երբ բռնի տեղահանվածը դիմում քաղաքացիություն ստանալու համար, անձնագրում նշվում Ադրբեջան, ու մեզ պատասխանեցին, որ կա ինչ-որ կառույց, որը կոչվում է ICAO, ու Ադրբեջանը դիմել է այդ կառույցին, հայտ է ներկայացրել 2015 թվականին, սակայն բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ մեր անձնագրերում պետք է նշեն Ադրբեջան, այլապես իրենք ինչ-որ խնդիրներ են ունենում, եւ դա։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն քննարկումից հետո խորհուրդը կորոշի հետագա քայլերի մասին։ Ձեր բոլորին կներկայացնի վաղը։
Համիշին է, որտեղ Միասին եք որոշ։ Միասին կորոշենք հետագա քայլեր, ժողովուրդ։ Անելիքներ շատ կան, գործողությունները հստակ կհրապարակենք։ այսինքն հնարավոր մամուլի ասուլիս լինի։ Մենք բավարար։ Այո, Նույնպես է մամուլի ասում։ Պայքարը խորհրդի փոքր քննարկում ունենանք, որից հետո Դե սիրելի հայրենակիցներ, փորձում ենք։ սիրելի հայրենակիցներ, ուրեմն ինչի համար եք մենք ստեղ հավաքվել, բոլորս գիտենք։ Եկել եք մեր հարցի պատասխանները ստանալու։ Ոչ որ հասկանում ենք, ոչ բավարար պատասխանները մեր համար։ Հետագա անելիքների համար մենք պիտի շարունակական գործողություններ իրականացնենք։ Դրա համար խորհուրդը քննարկելու է, խորհրդի քննարկումից հետո ներկայացնվելու է այդ գործողությունների ժամկետը կամ այդ գործողությունների ուղղությունները։ Նորից եմ ասում, դուխները չգցեք, միջև վերջ, միջև մեր հարցի պատասխանները չստանանք։ Սա մեր վերջի կետն է, որ պիտի մենք պայքարենք մեր արդարության, մեր հայ լինելու համար։ Շնորհակալություն։